Այսօր մենք ունենք հյուր իշխանություն լրատվականի լրագրող Լիա Սարգսյանը, ով այսօր մենք խոսեցինք պարգևավճարների թեմայից, գեղեցկուհի, սպորտսմենուհի, կոմսոմոլուհի, այդ պարգևավճարների թեման առաջինը հենց Լիա Սարգսյանն էր բացահայտել, մեր հանրությանը տեղեկացնելով, որ չինովնիկներին 3 միլիարդ դրամի 3 միլիարդից ավել 3.5 միլիարդ նույնիսկ 3.5 միլիարդ, այսինքն մոտավորապես 8 միլիոն դոլարի պարգևավճար էին բաժանել։ Լիա, հիմա մենք քեզ այստեղ հրավիրել ենք, որպեսզի դու բացահայտես քո աղբյուրը, ասես որտեղից ես դու։ Աղբյուրը չեմ բացահայտի բնականաբար, Արեգնաս, դու լինելով լրագրող, գիտես, որ աղբյուրը լրագրողները չեն բացահայտում։ Բայց դու չենք էլ ուզում, որ քրեական գործառույթ էլի քեզ վրա, բայց ես վստահ եմ, որ իշխանությունները հաստատ տարբեր կողմերից ճնշումների են ենթարկում ու անպայման ուզում են իմանան, թե այդ որտեղից ես դու իմացել այդ տեղեկությունը, որովհետև այսպես ասած անամպ երկնքում պայթյուն էր պարզապես այդ ինֆորմացիան, թե զարմանալու չէր իմանալով սրանց։ Աշխարհներ նվաճել պետք չէ, որպեսզի հասկանանք, թե որտեղից է դուրս եկել այդ ինֆորմացիան, բնականաբար կառավարությունից է դուրս եկել։ Թող փնտրեն իրենց շրջանակների մեջ, թե ով կարող էր նման բան անել, իսկ եթե տրամաբանությամբ նայենք այս ամենին, ապա կարող են լինել օրինակ շարքային աշխատողներ, ովքեր մի կոպեկ չեն ստացել այդ գումարներից։ Բայց իրենք ասում են, որ բոլորը ստացել են, ստում են, որ բոլորը չեն ստացել, ստում են։ Եթե խոսում են 13-րդ աշխատավարձերի մասին, ապա դրանք ընդունված, դա հասկանալի է։ Ընդունված բան է, բոլորը այո ստացել են, բայց մենք չենք խոսում 13-րդ աշխատավարձի մասին։ Եկեք նախարարների օրինակներով ասենք, բայց նաև հաշվի առնելով, որ այդ պարգևավճարները ստացել են նախարարները, փոխնախարարները, բաժնի պետերը, վարչության պետերը եւ իրենց ցանկությամբ այն մարդիկ, ովքեր այո, իրենց հավատարիմ են։ Օրինակ նախարար է եղել, որ իր վարորդին 1 միլիոն դրամ պարգևավճար է տվել։ 1 միլիոն։ Այո, 1 միլիոն դրամ, այո, վարորդին պարգևավճար է։ Այդ ոչ 13-րդ աշխատավարձը։ Բնավ, կապ չունի, դա այդ բայց 1 միլիոնը հենց վարորդին էլ հասել է, թե ուղղակի վարորդի անունով դուրս են գրել։ Չէ, վարորդին է տվել, ես չգիտեմ վարորդը մնացած է ինձ։ Հա, գուցե վարորդը իր բարեկամն է, ազգականն է։ Ներքին պայմանավորություններով դա բարձել, այո։ Բայց ամեն դեպքում կա այսպիսի բան։ Իսկ ինչպես է եղել, որ աշխատակիցները ուզել են, որպեսզի հանրությունը դա իմանա։ Նշանակում է առնվազն անարդարության զգացումից ելնելով։ Եթե բաժնի պետը, ես նախկինում եմ, հա, այս օրինակները բերեն, մենք գիտենք, որ ամենածանր աշխատանքը դրված է սովորական հասարակ աշխատողների վրա։ Այո, միջին օղակը եւ ցածրը։ Միջին օղակը, այո, ամբողջ բեռը իրենց վրա է։ Բաժնի պետերը ամբողջ տարին, տարվա գրեթե կեսը, լավ, ճամփորդությունների եւ շրջագայությունների մեջ են։ Գալիս են, վերադառնում են եւ հաշվին, դա էլ շեշտենք։ Վերադառնում են եւ ստանում են 4 միլիոն դրամից ավել պարգևավճարներ։ Իսկ շարքային աշխատողը, որ ամբողջ տարին աշխատում է եւ նախարարություններ կան, որտեղ ստանում են 120-ից 150 հազար դրամ աշխատավարձ։ Եվ հորինված են խոսքերը, այն միֆերը, երբ ասում են բոլորը ստացել են պարգևավճարներ, պետական աշխատողները պետք է բարձր ստանան, մրցունակ լինի աշխատավարձը, որպեսզի չգնան հանկարծ մասնավոր սեկտոր։ Նիկոլ Փաշինյանն է, չի ասում, մենք այնպիսի հզոր կադրեր ունենք, որ մենք դողում ենք այդ կադրերի վրա, այնպիսի աշխատավարձ եւ պարգևավճար պետք է տան, որպեսզի չգնան։ Բա այդ դեպքում շարքային աշխատողին ինչու լավ չեք վարձատրում։ Թե ձեզ համար աշխատողներ են համարվում մրցունակ միայն իշխանական նախարարներն ու փոխնախարարները։ Դե ագահությունը այդպիսի բան է, ասենք, բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, էլի, հիմա այդ սկզբունքով իրենք կառավարության մեջ պետական փողերը բաշխել են ու այստեղ ինչն է ինձ զարմացնում, դա մեր հարկերից գոյացող պետական բյուջե է, չէ՞։ Այդ պարգևավճարներն էլ օրինական են, չէ՞, ֆորմալ առումով իրենք օրինական պարգև, ինչ են հասարակությունից գաղտնի պահում, որ լրագրողները ստիպված լինեն բացահայտել, այդ է ամենակարևոր հարցերից մեկը նայել։ Տեսեք, որովհետև անարդարություն կա։ Որովհետև օրինակ առողջապահության նախարարը, ես ասում եմ առողջապահության նախարարը, մի օրինակ եմ բերում, բայց իմացեք բոլորը նախարարները մեկ օրում, մեկ ստորագրությամբ ստացել են թոշակառուի ամբողջ կյանքի թոշակը։ Ամբողջ կյանքի, այո։ Եթե 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճար են ստացել, ստացվում է թոշակառուի 16 տարվա թոշակն է, ճիշտ է։ Այսինքն թոշակառուն քանի տարի պետք է ապրի, 100 տարի չի ապրելու։ Կամ եթե այլ տեսանկյունից նայենք, 36,000 է թոշակը միջին,
մոտավորապես 7000 թոշակառուի տարեկան կտրվածքով իրենք թոշակում Լավ, թոշակառուի այդ մի նախարարի մի պարգևաճարով Այո, Սուրբ Գալյանը ասում է, դե եկեք մենք 1 դրամ ստանանք, մեր աշխատավարձերը տանք թոշակառուին։ Հեգնում է։ Ասում են մենք չենք եկել առանց աշխատավարձի աշխատելու, բայց իրենք գալուց խոսում էին սոցիալական արդարությունից, հավասարությունից, թալանը հետ վերադարձնելուց։ Իրենց պետական ապարատի մեջ որ Լիան ասեց, ես զարմացա, էլի, ես ինձ թվում էր թե բոլորին հավասարաչափ Ոչ, ըստ պրոպորցիոնալ են բաշխել, ինչու էին ուզում, որպեսզի դա գաղտնի մնա, որովհետև շարքային աշխատողները, ովքեր ստանում են 150-ից 200,000 դրամ աշխատավարձ, ինչպես պետք է հանդուրժեն այդ անարդարությունը, կարող եք ասել։ Ես արդեն Երբ իր ղեկավարն ու բաժնի պետը նախարարը ստանում է 7-ից 8 միլիոն պարգևաճար, ընդ որում դա առաջին կիսամյակի համար է։ Խրախուսման ֆոնդը երկրորդ կիսամյակի համար են տվել։ Դե իրենք ասում են ստացել ենք, էլի ենք ստանալու, ասել են։ Այդքան էլ մյուս կիսամյակին կստանան։ Բայց եկեք մի հատ հասկանանք, լավ, եթե դուք համարում եք, որ դա խրախուսման ֆոնդ է եւ առաջին կիսամյակի համար պայմանական մեկ այլ նախարարի անուն տվեք, էլի, որպեսզի տպավորություն չի լինի։ Անահիտ Ավանեսյան։ Ավանեսյանի մասին նոր խոսեցիք։ Մրտիկներ էր անում, պարում էր։ Ավանեսյանը Գալյանի մասին սրբում։ Այդ չաչաբենդի մեջ ապարելու համար էլ է նաեւ ստացել, կարող է լավ ապարելու համար էին տալիս։ Գուցե նաև դրա համար է տվել, որ մոտիվացվի։ Լավ, Գևորգ Պապոյանը ստացել է 1 օրում 1 ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի ստացել է միջին աշխատավարձ ստացողի 7-ից 8 տարվա աշխատավարձը։ Դե հիմա ասեք, ինչու են գաղտնի պահել, որպեսզի ընտրությունների նախաշեմին հանրային դժգոհություն չառաջանա։ Եվ այդ դժգոհությունը չառաջանա պետական ապարատում։ Հիմա տեսեք, երբ ես ստացա այդ փաստաթուղթը, որն իդեպ նաև հետագայում իրենք տեղադրել էին Արլիսում, այսինքն ինչ որ մեկը Այսինքն քո հրապարակելուց հետո Ոչ, իմ հրապարակման միջև իմ հրապարակումը արդեն իրենք տեղադրել են, բայց դա հաստատ որևէ մեկը չէր կարող ձեռք բերել։ Ինչու, որովհետև իմ գործընկերները գրավոր հարցումներ էին իրականացրել դեռևս դեկտեմբեր ամսվանից, որպեսզի հասկանան, թե որքան պարգևաճար են ստացել։ Ու չէին հրապարակել։ Կառավարությունը աշխատակազմը չէր տալիս տվյալներ, ձգում էին ամիսներ։ Եվ եթե դա իրենք ասում են դա հույժ գաղտնի չի, նախ կետ կա հույժ գաղտնի։ Ես հրապարակել եմ։ Այսինքն հենց փաստաթղթում նշված է, որ հույժ գաղտնի։ Եվ եթե դա հույժ գաղտնի չէ, եւ դուք որևէ բան չէիք թաքցնում քաղաքացիներից, այդ դեպքում գրավոր հարցումների, որը օրենքի շրջանակում իրականացրել են մեր գործընկերները, ինչու չեք պատասխանել։ Դե արդեն ես Որտեղ է հասկացա սկանդալը։ ինչու չեմ պատասխանել։ Արդեն պարզ է ինչի չեմ պատասխանել ու այստեղ իրենք նաև նշում են, չէ՞ ինչքան արդարացումներ ես լսել եմ, որ իբր արդյունավետ աշխատել են, իբր դրա համար Լավ, եթե դուք վարձատրում եք առաջին պարգևաճար եք տալիս առաջին կիսամյակի համար, այդ դեպքում նոր նախարար նշանակված Արսեն Թորոսյանը օգտակար գործողության գործակիցը ինչպես է գնահատել Եվ ինչու եք իրեն պարգևաճար։ Մի քանի ամսվա նախարարը, չէ՞, Արսենը Թորոսյանը։ Դե լավ սրտիկներ է ցույց տալիս, երևի դրա համար։ Մոտը լավ է ստացում, ասեն սրտիկ ցույց տալը, երևի դրա համար։ Ինչքան Արսեն Թորոսյանը ինչքան է ստացել։ Բոլորը նույնչափ ստացել։ Նույնչափ, ես գիտեմ տատամ է Սրբուի Գալյանի, որ լսեցի, ասած է 5-ից 7 միլիոն դրամ։ Չէ, Սրբուի Գալյանը պարզապես չէր հիշում, ըստ երևույթին ամեն օր ստանում է, մանր գումարներ, չէ, դե այսինքն 7 միլիոն, հա։ 6-ից 7 միլիոն, բայց դա կարծեմ մաքուրն է, իրենք ավելի շատ են ստացել։ Այստեղ զարմանալի չի Արսեն Թորոսյանի մասին խոսեցինք, զարմանալի չի, հիմա ես արդեն չեմ զարմանում, թե ինչպես է ինքը Ծաղկաձորի իր հողը ձեռք բերել եւ տունը կառուցել։ Իմիջիալուց ես կխնդրեմ մեր ռեժիսորին, որ ցույց տան Արսեն Թորոսյանի Ծաղկաձորյան տան լուսանկարը, ինձ քաղաքացիներն են ուղարկել եւ հենց ծաղկաձորցիները իրենք էին ասում, իրենք զարմանում էին, թե ոնց մի տարվա ընթացքում սնկի պես այդ տունը այնտեղ աճել է, շատ արագ տեմպերով են կառուցել ու բավականին լավ ինքը էլիտար թաղամասում է գտնվում։ Արեգնաս ջան, ես չեմ մտածում, որ այդ պարգևավճարներով կարելի է նման առանձնատներ կառուցել։ Չէ, չմոռանանք կորոնայի ժամանակ տպավորություն չստեղծվի, որ դրանցով են կորոնայի ժամանակ Դերենիկ ջան, բավականին կոռուպցիոն սխեմաներ են իրենք այնտեղ իրականացրել, իհարկե ինչ որ ձևական քրեական գործեր հարուցել են եւ այլն, բայց միլիոնների մսխման մասին է խոսքը։ Կորոնայի ժամանակ մենք հիշում ենք թե ինչ էր կատարվում ու զարմանալի չի, հա, նաև էս բանն էլ
պարգևավճարներն էլ հաշվի առնելով, գուցե նաև քողածածկում են, այսպես գիտես, որ այսինքն մենք թալանով չենք զբաղվում, մենք սենց պարզ մաքուր աշխատավարձով խեղճ ապրող մարդիկ ենք, բայց այդ աշխատավարձը պարգևավճարի հույսին ենք էլի մնացել։ Դե բնականաբար, բայց հանրության աչքին թոզ են էլի ուզում փչել, որ այ մենք բան ենք, պարգևավճարով, աշխատավարձով այսպես խեղճ բան մարդիկ ենք էլի ապրող։ Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք մեզ պարգևավճար ենք տալիս, որպեսզի կոռուպցիայի մեջ չմտնենք։ Իսկ որքան է այն գումարի չափը, որ դրանով կգոհանաք։ Իրենք չեն գոհանա բնականաբար, աչքը ծաղ։ Իսկ որևէ տեղ ամրագրված է, որ պայմանական, եթե իրենք իրենց 100 միլիոն դրամ պարգևավճար տան, այսքանով կգոհանան։ Չէ։ Որևէ տեղ ամրագրված չէ, այսինքն բաց է, չէ՞։ Այդ հատվածը իրենք որքան կուզեն այդքան ամրագրված լիներ միևնույն է չեն կշտանա ուշ գախնի որ ասենք Նիկոլ Փաշինյանը կամ Արսեն Թորոսյան կամ որևէ մեկը հա իրեն ասենք 100 միլիոն պարգևավճար է գրել եթե այդպեսի բան է լինի նույնիսկ Տերենիկ ջան իրենք կարող են շատ հանգիստ հիմնավորել ասելով որ նախկինները ծրարով էին ստանում մենք էլ օրենքի կետին համապատասխան նորմալ օրենքով այո եւ մեր հասարակությունը կասի այո իրենք կուլտուրական ներխուժել են իրենք հեղափոխական ճամպրուկներն ու բաներն են այդ ուսապարկերն են հեղափոխական ուսապարկերն են Նիկոլ Փաշինյանի պարգևավճարը ինչքան էր 18 միլիոն, հա։ Այո, հաշվարկել էինք 18 միլիոներ, ընդհանուր կարծեմ 52 միլիոն էր փոխնախարարների հետ միասին։ Իրենը առանցին կարծեմ 18 միլիոն էր, թե ավելի մի քիչ ավելի պակաս, կամ 11 միլիոն։ Արսեն Թորոսյանին գուցե պարգևավճարը տվել են, որ այս հակաեկեղեցական արշավին լավ է մասնակցում։ Այսինքն ինքը անաստված լինելով, Աստծուն չհավատալով, աթեիստ լինելով, մերժում է հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Աբսուրդ, բարենորոգում է հայաստանյաց առաքելական եկեղեցին, գնացել է մեկի եթերում, հա, խոսում է մեր եկեղեցու բարենորոգումից, այն դեպքում, երբ որ ինքը գրառում է կատարել իր ձեռքով, որ Աստվածաշունչը ինչ է, սովորական մի հատ գիրք է, որտեղ գրված է, որ Աստված գոյություն ունի, ու այս Շարլ Պերոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում, քան Աստվածաշունչին։ Կարող է դրա համար են սենց բան անում, այսինքն իմ մոտ նաև տպավորություն է, որ հետո դրանից հետո որ տեսան արդեն չեն կարողանում մեղմել այդ սկանդալը, հա, Լիան հրապարակեց, հետո տարածվավ, սկսեցին արդարանալ ու չքմեղանալ ներկայացնելով, որ դե հիմա մենք ասենք այդ պարգևավճարով աշխատավարձով ենք ապրում, որ հասարակությունն էլ ասի դե հա դե ասենք չեն թալանում, բայց թալան չկա, բայց թալան չկա։ Ես օրինակ չեմ տեսել, որ ինձ համար առնվազն թափանցիկ չէ, ինչպես է Աննա Հակոբյանը 7 միլիոն դրամանոց զարդեր գրում, որտեղից է։ Նիկոլ Փաշինյանի պարգևավճարը հերիք կաներ այդ զարդերին։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը իր պարգևավճարը կտրամադրեր Աննա Հակոբյանի զարդերին։ Բայց Աննա Հակոբյանը կվերցներ Նիկոլ Փաշինյանի պարգևավճարը Նիկոլ Փաշինյանին գումար է տվել եւ դա երևում է Փաշինյանի ներկայացրած հայտարարագրում։ Կարծեմ 7 միլիոն դրամ։ Հայտարարագիր ուսումնասիրելիս երևում է, որ Աննա Հակոբյանը եկեք Աննա Հակոբյանին խնդրենք։ Բայց Աննա Հակոբյանը ինչ է, խնդրենք Նիկոլ Փաշինյանին ատամները սարքելու գումար տա, էլի գնա ատամները սարքի, չէ, տենշիլ ինչ է։ Հա, ժողովրդի համար չէ, պետք է ինքը պահի այդ բուլատ ատամները։ Աննա Հակոբյանը ինչ է աշխատում։ Աննա Հակոբյանը չինարեն է սովորում։ Բայց դա աշխատանք է, չէ, մտավոր աշխատանք։ Չինարեն սովորում է նաև Չինաստանում ուսանող, չէ։ Այո։ Հիմա չի աշխատում, ինչքան հասկանում։ Դերեն դու մի բզբզա։ Մա պետքա տալիս են, միտեղից մի բան կգրեն, կասեն հա ինչ որ մի բան։ Չէ, ուղղակի հասկանանք, ապրուստի միջոց է այդ մարդկանց, որովհետև հանրային մի բան կգրեն կգտնեն էլի դերենի։ Նվերներ։ Իհարկե, օրինակ դուք ձեր կինը 7 միլիոն առողջությամբ օղերա պարանջան ստանում է։ Չէ։ Կամ վզմոտ։ Այ որ դուք էլ դառնաք վարչապետ, ձեր կինն էլ կստանա։ Եկեք պայմանավորվենք մի բան դերենի տպիկի դառնա վարչապետ։ Չէ, բայց այդ ժամանակ ես ինքս քեզ կքննադատեմ դերենի։ Ես չեմ էլ վերցնի, բայց կգրեմ քո մասը։ Այո։ Ես ու Լիան քանի կանք դու վարչապետ չես դառնալու ու քո կինն էլ այդպիսի թանկարժեք նվերներ չի ստանալու։ Այդ տիպի ծանր բեռի տակ չեմ ուզում մտնել, բայց ինձ համար գիտեք ժողովրդի համար, ոչ թե միայն ինձ համար, որ իշխանությունը այս մարդկանց համար դիտարկվում է հարստանալու միջոց,
Այսինքն այն լոլոները, որ 18 թվականին կարդում էին, որ արդար հասարակություն այդ թվերով էլ ցույց կտանք, ցույց տվել ենք արդեն, արդար հասարակություն, հանրային ռեսուրսների արտարացի բաշխում, բոլոր մարդիկ Հարանի հետ վերադարձ, Հարանից պետք է 50-50-ը պետք է հանենք եւ այն մարդիկ, ովքեր 50-50 են մտել, պետք է այդ գումարը հետ բերենք, պետք է այդ մարդիկ դատվեն։ Փաստորեն ոչ միայն դա չի եղել, նույնիսկ կառավարության ներսում, այդ դա ինձ համար զարմանալի էր, հա, իրենց աշխատողների մոտ իրեն խիստ խտրականություն են դնում։ Գոնե ասենք տեսեք, այն անձը, ով դա ինձ տրամադրեց, ինձ ասում էր, որ ուզում եմ որպեսի պետական ապարատի աշխատողների աչքերը բացվեն, որովհետև ոչ ոք տեղյակ չէ, որ այսպիսի պարգևավճարներ են ստացել։ Գաղտնի է դա։ Գաղտնի աշխատակիցներն էլ տեղյակ չեն։ Նույնիսկ իրար մեջ չգիտեն ով ինչքան է ստացել։ Շատ քիչ մարդիկ են իմացել, բայց ստորին օղակների աշխատակիցները չեն իմացել, ու երբ որ դա հրապարակվեց, ինձ ասացին, որ գլադիատորական մարտեր են ընթանում նախարարություններում։ Եվ որոշ նախարարություններում նույնիսկ դիմում են գրել եւ դուրս եկել արժանապատվությունից ելնելով։ Դե նման դեպքեր են գրանցել։ Այո, եղել են։ Գիտեք ինչն է խնդիրը, որ իրենց այդ խոստումները տրվել է, որ դուք ստանալու եք, մենք սահմանելու ենք ֆոնդ, խրախուսման ֆոնդ, եւ այդ խոստումը տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ հիշում եք Համալիրում քաղծառայողների հավաք տեղի ունեցավ։ Այդ հավաքի ժամանակ խոսվել է աշխատավարձերի բարձրացման մասին եւ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ աշխատավարձերի բարձրացում չի լինելու, բայց մենք սահմանում ենք խրախուսման ֆոնդ եւ մեծ ողջավորություն է առաջացել քաղաքացիներին, որ մենակ իրենց համար նրանք իրենց մարդ են զգացել, ներողություն եմ խնդրում իհարկե, բայց հետո տեսել են, որ այդ գումարները ստանում են միայն իշխանական վերնախավն է ստանում։ Իմիջիայլոց Լիան մի բացահայտում էր արել 100,000 դրամների հետ կապված, որ հայտարարագիրը լրացում են, իրենք ասում են, որ հետ վերադարձ այո, հիշում եք, ամբողջ պետական ապարատը Նիկոլ Փաշինյանը եթերներ էր մտնում, որ հարգելի քաղաքացիներ, լրացրեք ձեր տարեկան հայտարարագիրը, մոտիվացնում էին, որ մենք ձեզ հետ կվերադարձնենք սոցիալական վճար, ուսման վրա կծախսեք եւ բժշկական օգնության, մինչդեռ ինչ է պարզվում, որ այն մարդիկ, ովքեր հարկադիրում գումար ունեն, պարտք ունեն, իրենք չեն ստանում այդ գումարները։ Իրենք իշխանությունը հայտարարում են, որ չեն ստանում ու բացի չստանալուց նաև գանձվում է պետականորեն։ Դե չեն ստանում, որովհետև գանձվում է։ Տեսեք, եթե դուք այդ վճարը քաղաքացիներին մոտիվացնում եք, խաբում եք։ Եկեք այդ տալիս, ավելի հապում եք, ասում եք ինչու են ուզում, որպեսզի մենք մեր հայտարարագրերը լրացնենք, որպեսզի իրենք առնվազն իմանան ում գրպանում որքան գումար կա, ճիշտ է։ Հիմա դուք ասում եք, մոտիվացնում եք, ասում եք եկեք լրացրեք, որպեսզի մենք ձեզ հետ վերադարձնենք գումար։ Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, հայտարարել էր, որ 70 միլիարդ դրամ հետ ենք այո վերադարձում, բայց ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ստացել են։ Ես անկեղծ չգիտեմ։ Ես չգիտեմ ճիշտ։ Իրենք դա չեն տալիս այն մարդկանց, ովքեր հարկադիրում պարտք ունեն, այսինքն հարկադիրը գանձում է։ Իսկ մեր հասարակության որ հատվածը հարկադիրում պարտք ունի։ Սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր բանկից գումար են վերցրել եւ որպեսզի տնտեսություն զարգացնեն, մի փոքր իրենց կյանքի որակը լավացնեն եւ չեն կարողացել վճարել, որովհետեւ օրինակ երաշտ է եղել։ Գյուղերում այո, խնդիր է առաջացել։ Ով է շահում այս օրենքից? Խաչատուր Սուքիասյանը, որովհետեւ իրենք ունեն։ Այո, որովհետեւ այդ քաղաքացին օրինակ իր ընտանիքին պատկանող բանկից գումար է վերցրել, ընկել է հարկադիր, չի կարողացել վճարել, հարկադիրը այդ գումարը գանձում է եւ տալիս է Խաչատուր Սուքիասյանը։ Դե բանկերի թեմայից մենք այսօր Դերենիկի հետ բավական մանրամասն խոսեցինք։ Բանը, որ տասնապատկել են իրենց եկամուտ, այսինքն համախառ նշեմ այստեղ էլ, տեսեք, 18 թվականին բանկերի եկամուտը կազմել է մաքուր եկամուտը 100 միլիոն։ Հիմա գիտեք ինչքան է։ 1 միլիարդ 200 թե 100 միլիոն դրամ։ Այսինքն դոլար, այո, տարեկան։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ այս խոսքերի ապացույց է այդ ամեն ինչի, որ հասարակությունը բևեռացված է, հարուստները ավելի են հարուստանում, աղքատները ավելի են աղքատանում, բանկային սեկտորը նստած այրուն է քամում ժողովրդից, հա, այդ տպավորությունն է իշխանության անմիջական հովանավորությամբ։ Չես շահում դու, շահում է Խաչատուր Սուքիասյանը։ Այս իշխանության ընդունած վերջին տարիների գրեթե բոլոր օրենքները լավ են բացառապես հարուստների համար,
Իսկ մանր բիզնես, օրինակ Ռասիա մոլի աշխատակիցները բողոքում են, որ փոքր բիզնեսը փակում են։ Ինչու են փակում? Որովհետև ուզում են, որ մոլ սարքեն։ Այո, բիզնեսմենները ավելի լավ ապրեն։ Փոքր բիզնեսով հիշում եք նախկինում որքան կրպակներ կային։ Հետո այդ կրպակները փակվեցին, քանի որ մոլեր բացվեցին, արտոնություններ ստացավ, նախկին հանրապետական այժմ ինչ են առաջարկում։ Հեչ, առաջարկում են գնալ զբաղվել։ Դե բնականաբար այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ամեն մեկը չի կարող այդ պայմաններով աշխատել։ Ձեռնտու չէ այդ պայմաններով աշխատել։ Ու այդ մարդիկ էլ բանկերի տակ կքած, եթե չեմ սխալվում, չէ, շատ-շատերը, այսինքն ունեն։ Իհարկե, վարկեր են վերցրել, որպեսզի այստեղ ավելի կոնկրետ ասեմ, 1.1 միլիարդ մաքուր եկամուտը առևտրային բանկերի Հայաստանում 2025 թվականին։ 18 թվականին դոլար։ Միլիարդ դոլար։ 18 թվականին դա եղել է 100 միլիոն։ Հիմա ժողովուրդը թող հասկանա, հա, այդ գումարները իրենք են հարստացնողը այս բանկերին։ Վերլուծի։ Մինչ օրս ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են իրականացվել այս իշխանության օրոք, որը հոգուտ ժողովրդի է։ Դուք կարող եք հիշել կամ ասել, ներկայացնել։ Ինչ օրինակ Անահիտ Ավանեսյանը առողջապահական ոլորտի բոլոր խնդիրները թողած ռիլ է նկարել, որտեղ ցույց է տալիս, որ բժիշկները այլևս ունեն ID քարտեր չի։ Կարող եք այսպեսի ID քարտեր։ Որ, այսինքն բոլորն էլ չունեն։ Լավ լուր է էլի հայտնում, ասում արդեն դուք ID քարտ ունեք, ուրախացեք։ Իսկ այդ բժիշկների աշխատավարձերը կարելի է բարձրացնել դրանով։ Կարևորը ունեն ID քարտ։ Մնացածը հետ։ Այսինքն ID քարտը ինչ մի բան է, որ տես ցույց։ Ես չգիտեմ դա ինչ բան է։ Հանրային սովորական ID քարտերի մասին աղը։ Ինչի մասին էր դա, ես չեմ կարողանում հասկանալ։ Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում։ Միգուցե իրենք գիտեն, այդքան պարգևավճար ստացողը մի բան իմանա, չէ։ Դա խոսում է այն մասին, որ իրենք չեն կարողանում արժեք ստեղծել հասարակության համար։ Մի լավ բան անել հասարակությանը։ Ցույց տալիս այն կարող են անել։ Թողարկում։ Բայց այնպես չի, որ հիվանդանոցների վիճակի եթե խոսում ենք բանից, այդ հանրօգուտ ինչ որ բան անելուց, հիվանդանոցների վիճակն էլ մի բան չի, էլի։ Իհարկե։ Այսինքն խայտարակ թալան այդտեղ տեղի ունենում։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, որ բժիշկը քիչ ինչու այստեղ հարց է առաջանում, հա, նախարարը ասում է, ես պետք է ասենք 7 միլիոն կամ չգիտեմ քանի միլիոն պարգևավճար ստանամ, որ լավ աշխատեմ, չէ՞, մոտավորապես դա է, կամ լավ եմ աշխատել, դրա համար ստանում եմ կամ ավելի բարձր պետք է ստանամ, բայց բժիշկների պարագայում նույնը չի ասվում, որ բժիշկը լավ աշխատելու, լավ սպասարկելու, փողի ակնկալիք չունենալու հիվանդից, հա, համար պետք է ստանա բարձր աշխատավարձ, բժիշկների աշխատավարձն էլ բարձրացրեք։ Իրենք ավելի անհամեմատ ավելի հանրօգուտ աշխատանք են կատարում, քան ասենք Անահիտ Ավանեսյանը, Պապոյան, եւ որը չգիտեմ Արսենը Թորոսյանը եւ մնացածները։ Ծառայությունը, որ մատուցում են բժշկական հաստատությունները, ծառայության արժեքը բարձրացել է։ Բոլորս գիտենք, որ հիմա մարդը, երբ որ չունի հնարավորություն, նախընտրում է մահանալ, քան նախընտրել չէ, դա իր որոշումը չի, իր պայմանների սոցիալական վիճակը, մարդը մահանում է, բայց չի կարողանում գնալ բժշկի, որովհետև ծառայությունների արժեքը բարձրացել է։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, դուք այդտեղից եք բժիշկներին աշխատավարձ տալիս, թե ինչ եք անում, թե պետությունից պարգևավճար ստանում եք, ինչ է, դուք ոնց եք այդ գումարները ծախսում։ Պետությունն է վարձատրում բժիշկներին։ Օրինակ գնում են բան, պարահանդեսների են գնում, այս վերջերս Լիան Հետո վերջերս Լիան էլ ասա։ Աղբյուր հրապարակի նորանցի թեմային։ Հա, շատ հետաքրքիր, ես կարդացի, ուղղակի չէի ուզում հավատալ, էլի ինչի մասին։ Լավ, կարող են ուղարկել պարահանդեսի, դիմակահանդեսի։ Բայց մի հատ ասենք, էլի, որ մեր բայց եկեք անարդարություն ինչումն է։ Ուրեմն ամանորին մոտ 700 միլիոն դրամի պարգևավճար են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Բնականաբար ըստ պաշտոնների ավելի բարձր են ստացել։ Հիմա Տիգրան Ավինյանը Ֆրանսիայի գործուղում սիրո տոնին ընդվորում։ Վալենտինի օրը, Վալենտինի օրը համընկել է Վալենտինի օրվա հետ։ Ֆրանսիայի գործուղում իր խորհրդականին եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալին ինչու դիմականանդեսին այսպես սիրո տոնին նվեր է արել։ Անունն էլ ասա, ինչա կոչվում։ Կեցե թակուին դիմականանդես Ֆրանսիայում։ Երևանցիների փողերով։ Այո։
Երևանցիները իմացեք ձեր փողերը որտեղ են ծախսվում։ Ինքը երևանցիների փողերով թանկարժեք $1 միլիոն, ինչ է $1 միլիոն դրամանոց ինչ էր առել, ինքնաթիռի տոմսեր առել, ինչ էր առել Ավինյանը, որ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, հետո ասաց ես կփոխհատուցեմ։ Ամերիկա էր գնաց։ Հա, հիմա այդ աստորեն աշխատակիցների դիմական հանդեսի ա ուղղել։ Գիտեք ինչ, եթե հարկերը երևանցիների համար չբարձրացնեին, դու գիտեք անցած տարի ինչպիսի փոփոխություններ տեղի ունեցան, որքան թանկացավ գույքահարկը, Երևանի կենտրոնում ապրելը գրեթե անհնար է։ Գույքահարկը, տրանսպորտի գումար, աղբահանություն, այնտեղ կարմիր գծեր եւ այլն։ Այդ գումարները երևանցիները պետք է իմանան, որ այդ գումարները ոչ թե գնում է Երևանի բարեկարգման եւ բարելավման համար, այլ Կեցե թակորի դիմակահանդեսը։ Այդ ինչքան էին ծախսել։ Այնտեղ գրված է, փաստաթղթի մեջ գրված է, որ ծախսերը հետո ներկայացնելու են եւ փոխհատուցում։ Իրենք ասենք կարող են այնտեղ իրենց շռայլություններ թույլ տան, հետո երևանցիները կփակվեն Ավինյան Տիգրանի աշխատողների Բարահանդեսի մեկնելու։ Ուզում եմ կայֆել բառը։ Մի այդ։ Հա, բան չունեմ ասել։ Երևանի մի տեղեկություն, Երևանի քաղաքապետարանում վերջին 4 տարիների ընթացքում պարգևատրումների գումարը ավելացել է 7 անգամ։ Ես հիմա որպեսի փաստերով խոսենք, մի քանի տվյալ ներկայացնեմ։ Ուրեմն 2024 թվականին քաղաքապետարանում Երևանի պարգևավճարների գումարը կազմել է 458 միլիոն դրամ։ 2025 թվականին արդեն աճում է 714 միլիոն դրամ, 2026 թվականին արդեն կտրուկ է աճում, ուրեմն պարգևատրումների համար նախատեսվել է 1 միլիարդ 128 միլիոն դրամ, ու ամենազավեշտալին որն է, ինչքան որ նախատեսել են, որ պիտի տուգանեն մեր քաղաքացիներին, այդքան էլ նախատեսել են իրենց պարգևատրումների համար, այսինքն հարգելի քաղաքացիներ, դուք լավ իմացեք, որ ձեզ Երևանի քաղաքապետարանը տուգանում է, որպեսզի հետագայում իրենց պարգևավճարներ բաժանեն։ Ուրեմն տուգանքների համար վարչական իրավախախտումների տուգանքները իրենք նախատեսել են, որ պիտի աճեն 31.8%-ով եւ կազմեն 1 միլիարդ 500 միլիոն դրամ, իսկ կրկնեմ 26 թվականի պարգևատրումների համար քաղաքապետարանը նախատեսել է 1 միլիարդ 128 միլիոն դրամի պարգևավճար բաժանել։ Ինչքան տուգանում են, այդքան էլ պարգևավճարն իրենց բաժանում։ Կեցե թակույն, ու քաղաքացիները տուգանքի մատերիալ են, դա էլ իմացեք վերջի հարցը։ Դա գիտեինք, իզուր մի հիշեցրեք, Դերենիկ ջան։ Հա, վերջի հարցը լիային, այսինքն եթե Երևանի քաղաքապետարանը 1 միլիարդ բան արել պարգևավճարների, Նիկոլենք 3 միլիարդ, հա, բայց դա վերաբերվում է միայն կառավարության կազմին։ Դրա մեջ էլ ինչ է մտնում, էլի, կա դա ամբողջ պետական ապարատի մասին է խոսքը։ Այսինքն կառավարություն, նախարարություններ, մարզպետարաններ եւ այլն։ Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, առանձին բանից են։ Առանձին են, իրենք եթե չեմ սխալվում 13-րդ աշխատավարձ է ստացել, չեմ այդ հատվածը ստացել են, իրենք էլ են պարգևավճար ստացել։ Բայց հարցը նրանում է, որ ըստ ցանկության իրենք տվել են պարգևավճարներ այն անձանց, ովքեր ըստ երևույթին լավ են ծառայել իշխանություններին, որովհետև մենք մի օրինակ բերեցինք, որ Արսեն Թորոսյանը, որը նոր է նշանակվել նախարար, նա նույնպես ստացել է, այսինքն առնվազն ստում են, երբ ասում են, մենք առաջին կիսամյակի համար ենք հատկացրել այդ պարգևավճարները եւ ըստ օգտակար գործողության գործակցի, այսինքն ծրագիր ենք դրել մեր առջև, ովքեր այդ ծրագիրը կատարել են, լավ կատարել են, իրենք ստացել են։ Իսկ Արսեն Թորոսյանը չի մտնում այդ անձանց մեջ, բայց ստացել է։ Բայց կատարել է իրենց քաղաքական պարտքերը։ Ահա, երևի եկեղեցու դեմ ինչ որ ելույթներով ման։ Միգուցե իրենք մենք չգիտենք, չէ, ինչ ծրագիր պետք է իրականացնեն։ Գուցե դա է եղել ծրագիրը։ Շնորհակալություն Լիա ջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես նշեմ, որ այս զրույցից հետո եւս մեկ անգամ ցանկություն առաջացավ, ես բոլորին խորհուրդ կտամ։ Վարչապետ դառնալու։ Հարստանալու համար ասուսիգուն չէ, բիզնեսով զբաղվեք հարստանալու համար։ Վարչապետի պաշտոն հարստանալու համար չի։ Կարդացեք անասնաֆերման, այս Լիան որ նկարագրում էր, ես sense կադր հիշում եմ անասնաֆերմայի այդ ամբողջ ընթացքը, էլի ինչպես խոզերը գալիս են իշխանության, հետո ինչպես բոլորը խոզերը ավելի հավասար են դառնում, քան մյուս կենթանիները, հետո իրենք այդտեղ հայտնվում են այն մարդու տեղը, ում Ջոնսին, հա, ում հեռացրել էին։ Բայց ես լրիվ այդ սցենարն է իմ մոտ, այդ տպավորությունն է։ Որպեսի մանիպուլյացիայի զոհ չդառնա եւ
առավել ճշգրիտ պատկերացնեն այս իշխանության գործելավոճը, թող կարդան, դուք էլ իդեպ ինձ թվում է չեք կարդացել Արքան եւ իր տիկնազորը վեպը։ Այդ չեմ կարդացել Ազնվորն։ Իմիջայլը Ցոֆմանի ցախեցնել նույն ոճի մեջ, հա, այդ կաջած ցախեցը։ Այդ ֆիլմի հերոս Նիկոլն է։ Նորել բան ա եղել, տպագրվել է նորից էլ, ես հին ունեմ, այս նորից էլի Նյումեգը տպագրել է Նիկոլն է, ամբողջությամբ Նիկոլը։ Մի խոսքով, հարգելի հայրենակիցներ, մենք հասկացանք, որ քաղաքացին նիկոլական իշխանության օրոք տուգանքի մատերիալ է, իսկ իրենց նեղ շրջապատը պարգևավճարների ստանալու մատերիալ է։